Հիսուսին փառք եղբայրներ քույրեր այսօրվա համար մինչ հայր մեր աղոթքը ես կուզեմ Տիրոջմով մի քանի խոսքեր փոխանցել Սուրբ Գրքից ասո խոսքերը մեզի համար գանձ պիտի եղնի ամեն բանից առավել պիտի լինի անգամ Տերը խոսքը իրանից վեր տասեց եւ երբ որ մարդը անտարբեր կանցնի Տիրոջ խոսքից ինքը անշուշտ վնաս կկրի Այս կապակցությամբ մի երկու տեղ կարդամ եւ հայր մեր աղոթքով կանք Տիրոջ առաջ Մատթեոս ավետարան 7:7 Սա անձամբ Տերը կսե, խնդրեցեք և պիտի տրվի ձեզ, փնտրեցեք և պիտի գտնեք, դուռը զարգեք և պիտի բացվի ձեզի, վասնզի ամեն ով որ կխնդրե կառնե, և ով որ կփնտրե կգտնե, և ով որ դուռը կզարգե պիտի բացվի անոր Սա մեր կողմն է խնդրելը, մեր կողմն է փնտրելը, մեր կողմն է զարգելը դուռը եւ ես զուգահեռ սրան Մատթեոս 25 շատ են խոսվել այս մասին իհարկե, բայց քանի որ հենց խոսքը սրան կվերաբերվի զուգահեռ կարդամ Մատթեոս 25 11-ից Ետքը մյուս կույսերը եկան ուսին Տեր բաց մեզի Սրանից վերևի համարում ասում է, որ դուռը գոցվեցավ Երբ մյուսները եկան արդեն դուք գիտեք այս առագի պատմությունը չեմ ուզե կարդամ դուռը գոցվեցավ, դուռը փակվավ Եվ ասեցին Տեր բաց մեզի Բայց անիկա պատասխան տվավ սավ, ճշմարիտ կսեմ ձեզի, ես ձեզ բնավ չեմ ճանճնա, ուրեմն արթուն կեցեք։ Ժամանակ կա, այս պահին երկնքի դուռը բաց է, ժամանակ կա փնտրելու, ժամանակ կա զարգելու, ժամանակ կա խնդրելու, բայց կուկա մի ժամանակ, որ այդ ամենը կփակվի, էլ հնարավոր չի անի խնդրել, հնարավոր չի անի փնտրել եւ գտնել։ Եվ այսօր այդ ժամանակն է Որոնք որ իրենց սիրտը դեռ չեն նվիրել Հիսուսին, կան մարդիկ, այսօր այդ ժամանակն է, թող բացեն իրենց սիրտը, հրավիրեն Հիսուսին։ Տերը օրհնե բոլորի։ Սրտանց փառք տանք մեր Աստծուն ժողովուրդ։ Շնորհակալ ենք Աստծուց իր ողորմությունների համար, չէ՞ ժողովուրդ։ Որ այսօր էլ Աստված հնարավորություն տվեց, այսօր էլ լսենք Աստծո խոսքը։ Ես այսպես կմտածեմ, ով որ աղոթքով եկել է, ինքը մի բան պիտի առնի ժողովուրդ։ Չգիտեմ ինչի կուզեմ Տիրոջ ողորմությունով նայենք համար Մատթեոս ավետարան 18-րդ գլխի մեջ այստեղ հիմնականում կենտրոնացված միտքը ներել Ես պես հարց կուտամ, ինչի համար ես պիտի ներեմ։ Եղբայրս ինձ դեմ բան է, պրոբլեմ ունի, ինչի համար պիտի ներեմ։ Չէ՞ որ երբ որ նայենք Աստվածաշնչի մեջ, Աստծո խոսքի մեջ, ոչ մի խոսք եւ ոչ մի Տիրոջ արտահայտություն հենց այնպես չէ։ Երբ որ նայեք այս համարների մեջ, ժամանակը առաջ էր, ես ինձ համար միտք կառնեի։ Դուք լսել եք երկու պարտապանների առագը, ասում է մեկը մյուսին պարտքեր 100 տարեկան, իսկ այն ազնվորությունը իր Տիրոջը պարտքեր 10,000 տաղանդ։ Հետաքրքիր է, կուզեմ կարդալ այդ տեղը։ Ուրեմն Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ։ Ուրեմն կարդամ 21 խոսքից։ Այն ժամանակ Պետրոսը նրան մոտ գալով ասաց. Տեր, քանի անգամ եթե եղբայրս ինձ դեմ մեղ կնե պիտի ներեմ։
մինչև 7 անգամ։ Հիսուսը նրան ասեց. չեմ ասում թե 7 անգամ, այլ 70 անգամ 7։ Սրա համար երկնքի արքայություն նմանվեցավ մի թագավոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել։ Երբ որ սկսեց հաշիվ անել, նրան մոտ մարդ բերեցին, որ ուներ 10,000 տաղանդ պարտք, բայց որովհետև չուներ վճարելու, նրան Տերը հրամայեց, որ նրա կինն ու որդին եւ ամեն ինչ որ ուներ ծախվի եւ պարտքը վճարվի։ Եվ ծառան իր երեսի վրա ընկավ, երկրպագում էր նրան ու ասում. Տեր, համբերիր ինձ, որովհետև բոլորը պիտի հատուցանեմ։ Եվ Տերը գտած նրան, եւ ծառային արձակեց եւ պարտն էլ շնորհեց։ Ահա, ես ուրեմն խորացել եմ այս թվերի վրա 10,000 տաղանդ։ Հետաքրքիր է, գիտեք ժողովուրդ, ասում է ես բոլորը կվճարեմ։ Մենք գիտենք, չէ՞, նորից գրված է Մատթեոս ավետարանի մեջ, այն ժամանակվա հրյա ժողովրդի աշխատանքը, աշխատավարձը օրական մեծ ահեգան էր։ Այդպես չէ։ Ինչի համար օրինակը բերեց Տերը 10,000 տաղանդ։ Ըստ ձեզի 10,000 տաղանդին մարդը կրար աշխատեր։ Ես հաշվել եմ 10,000 տաղանդ աշխատելու համար այդ մարդուն պետք էր, գիտեք ինչքան տարի աշխատել։ 5,232,115 տարի։ Այսինքն Տերը ներկայացրեց մեկ բան, ով մարդ դու չես գրադիկ աշխատել։ Դա հավասար էր 427 տոննա ոսկու։ Այսինքն մարդ արարած, դու ի վիճակի չես էդիկ աշխատելու, բայց ես քեզի շնորհեցի։ Իսկ ասում է ինքը գնաց դուրսը եւ տեսավ մի հատ անձնավորություն, որ պարտք էր ընդամենը 100 տարեկան, այսինքն 100 օրվա աշխատանք։ Ու ինքը կվճարեր ժողովուրդ։ Հետաքրքիր է, մարդը ինչի համար չի կրնա ինչ որտեղ ները իր անգերոջը։ Որովհետև տեսեք, այստեղ չդեմ ուշադրություն դարձրեցիք, ասում է ները եւ ես եդիկ կաշխատեմ կուտամ քեզի։ Այսինքն երբ որ մարդը կհեռանա Աստծուց, ինքը չի պատկերացրել ինքը շատ ժամանակ ինչ կխոսա։ Դու գրաս եդիկ աշխատել, առանց Աստծու դու ի վիճակի ես եդիկ աշխատել եւ պարտքը տալ ժողովուրդ։ Հետաքրքիր է մի գանք մեր օրերում մարդկային հարաբերությունների ժամանակ մենք կհիշենք, որ մենք Աստծուն պարտք ենք 10,000 տաղանդ։ Ես պես կմտածեմ, միշտ որ խոսամ, այս համարները միշտ իմ միտքս կմնա, եթե քու եղբորդ կամ քրոջ դեմ բան ունիս, դու լավ հիշիր։ Դու Աստծուն պարտք ես 10,000 տաղանդ, դու ինքը քեզի շնորհել է։ Ինչ կանեք, ինչ հանցանք էլ գուզե երազերնի աղբերդ կամ քուրդ քու կյանքի մեջ, քու այդ պահականների մեջ, դու լավ հիշ է 100 տարեկանից ավել չէ։ Ու ինքը Աստծու ողորմությամբ կրնա տա այդ պարտքը, ժողովուրդ, այս օրինակները կհասկանանք մենք։ Տերը այդ օրինակները կբերեր մեկ պարզ պատճառով, որ մարդը իր հույսը միմիայն դնե Աստծո վրա։ Եթե մարդը իր հույսը կդնե իր վրա, ժողովուրդ, մարդը կգնի Աստծո ընդհանուր օրհնությունից եւ ինքը կտեսնի, որ ես կրամ տամ։ Դու արդյոք այդ բանը կրած տաս։ Ժողովուրդ, մի հատ հետաքրքիր դեպք էլ գիտենք, նաեւ Ղուկաս ավետարանի մեջ Զաքեոսին կհիշեք։ Ես կուզեմ այս պարագաներ պատմեմ ու պես աղոթքով գանք Աստծո առաջ։ Գիտեք, երբ որ Զաքեոսը տեսավ Տիրոջը, ինքը իրոք շատ ցանկացավ Տիրոջը տեսնել։ Եվ երբ որ հանդիպավ Տիրոջ հետ, գիտեք ինչ ասեց ժողովուրդ։ Ասեց. Տեր, ում որ հարստահարել եմ, քարապատիկ կդամ։ Իմ հարստությանս կեսն էլ կդամ աղքատներին։ Այսինքն մենք դες կարտացել ու անցել ենք առաջ, բայց հետաքրքիր մենք խորացել ենք բարերի մեջ։ Տեր, իմ հարստությանս կեսը կուտամ աղքատներին, իսկ ում որ հարստահարել եմ քարապատիկ կդամ։ Հարց. կարող էր Զաքեոս իր ասածի տեղ եղնել։ Այն ժամանակ առաջի դարում հռոմեական կայսրությունը երբ որ աշխատանքին կվերցներ ոչ հռոմեացի քաղաքացիների,
Ինքը աշխատավարձ չէր տա ժողովուրդ։ Աշխատավարձը կգոհանար այն փողերից, որոնցից որ Զաքեոսը հաշտ կվերցներ։ Հիմա տեսեք։ Զաքեոսը դե բնականաբար իր ամբողջ կարողությունը ինքը ձեռք էր բերել թալանելով, չէ՞։ Մեկ խոսքի պարտքեր եղել պետությանը 100 տարեկան, խոսքի ինքը վերցրել էր 1000։ Հիմա տեսեք, ինչ կսես անձնավորությունը։ Ասում է հարստությանս կեսը կուտամ աղքատներին։ Այսինքն, եթե դու ունես 1 միլիոն դահեկան, ես ինչի համար թվային տվյալներով գուզեմ, որ մենք հասկանանք, Աստված շատ ժամանակ իմ ու քու խոսքերին չի նայ, Աստված նայ իմ ու քու սրտին։ Ինքը չսեց Զաքեոս, դու կյանքում այդ քուսածի տերը չես եղնի, պարզ պատճառաբանությամբ։ Խոսքի ինքը ուներ 1 միլիոն դահեկան ժողովուրդ ջան։ Հմ տեսեք, կեսը կուտամ աղքատներին դարավ 500,000։ Այդ 500,000 ասում է ում որ զրկել եմ, քարապատիկ կտամ, լավ, ենթադրեմ դու 100 հոգու զրկել ես եւ դրանից առաջացել է 500,000-ը։ Դու ո՞նց քարապատիկ կտաս։ Դա պրակտիկի անհնարին է, բայց դերից Զաքեոս այդ ինչ կխոսաս։ Ինքը նայեց այդ մարդու սիրտը կապված չէր արդեն փողին ժողովուրդ։ Այդ մարդը իրոք սրտանց գներեր, այդ մարդը իրոք սրտանց ներողություն խնդրել այն մարդկանց, որոնց ինքը հարստահարել է ժողովուրդ։ Այսինքն այս մարդու սիրտն էր փոխվել ժողովուրդ ջան։ Այս մարդու էությունը երբ որ տեսավ Հիսուսը ասեց ես կուզեմ տեսնել ու գիտեք ինչ ժողովուրդ ինքը պատահական մարդ չէր հերության մեջ ինքը պատահական չէր բայց ինքը ամոթ սեփեց Հիսուսին տեսնելու համար կատարել գործեր որ սովորական հնարավոր սովորական հերային էլ ամոթ եղներ ժողովուրդ այսինքն երբ որ մարդու ներսը կբացվի Աստծո ովեղնելը ժողովուրդ ինքը հնարավոր ինչ-որ մի բան կատարե բայց մեկ բանի համար միայն տեսնե Հիսուսին ժողովուրդ այսինքն այս անձնավորությունը իր հոգու աշխարհում մեծ զղջում էր ապրել ժողովուրդ որ ինքը մարդկանց այսքան թալանե ու այսքան բաներ էր ժողովուրդ հետաքրքիր է ես ու դու հաստանք մեզի մենք արդյոք մարդկային հարաբերությունների ժամանակ եւ Աստված թույլ կուտա որբիսի քո ընկերդ կամ աղբորդ վեր կենա քո դեմ ինչ-որ խոսքով դու արդյոք այդ մարդուն սրտանցները կամ սիրես ժողովուրդ գիտեք ինչ այստեղ մի հատ հետաքրքիր բան է չէ Պետրոս ասում է Տեր 7 անգամ ներեմ եւ Տերը ասես չէ 70 անգամ 7 դու գիտեք Այս խոսքը լոկ թվերի մասին է 7 կամ 70 անգամ 7 Ես լսել եմ քարոզներ խոսքեր որ ասել են 490 անգամ ներես աղբորդ բավական է ասես հետևելով այս խոսքին բայց դա այդպես չէ Մի տեսեք ասինքն Աստված ուզեց ներկայացնել Պետրոսին Պետրոս եղբայրդ ով էլ գուզերնի հնարավոր չէ որ այդ կան քու դեմ մեղանջ է բայց եթե մեղանջել դու պարտավոր ես ներելու բայց ինչի համար շատ ժամանակ ժողովուրդ ջան այս հարցը մենք կմոռանանք այս ներման հարցը այս մարդկային փոխհարաբերությունների ժամանակ մենք շատ ժամանակ կմոռանանք ներել դու գիտեք ներելը դա լոկ խոսք չէ ժողովուրդ ներելը դա քայլ է ներելը դա գործ է հնարավոր է իրոք լսել ենք չէ շատ մարդկանցից կներեմ բայց հետագայում տեսնես որ իրոք մարդկային գործունեությունը կուտա այն բանի որ այդ մարդը չի ներե ներել նշանակում է մոռանալ ամեն ինչ ժողովուրդ եւ գիտեք ինչ անօրենը շատ ժամանակ մարդկանց միտք կուտա եւ հետագայում էլ այդպես էլ կենի երբ որ մարդը կսկսե նույնիսկ էլի կոնֆլիկտ ունենա տվյալ անձնավորության մեջ բա որ ես ներել եմ Բա ինչի նորից կհիշեմ 4-5 տարվա պատմությունը, ժողովուրդ։ Ներելը դա է կոչվում։ Միկա մարգարեության մեջ կա համար 7-րդ գլուխ 19-20 խոսքերը։ Ասում է Տերը մեր բոլորիս հանցանքները որտեղ է գցե։ Ասում է ծովի անդունդը։ Այնտեղից այդ մեղքերը վերադարձնել չկա։ Այնտեղից այդ մեղքերը ետ գալ չկա, բայց շատ ժամանակ Կներեք ուղղակի միտքն է, շատ ժամանակ մենք մեր աղբերների քրոջ մեղքերը մեր կողքի սենյակը կտանենք։ Որ այնտեղից հանելը շատ հեշտ է։ Մի հատ խնդրեմ, կեստա մանգու կամ թերթերից ահաց։ Այս աղբերը կհիշես 5 տարի առաջ։
Բայց անդունդից դու մեկ չես գնա հետանը ժողովուրդ։ Իսկ մենք շատ ժամանակ կողքի սենյակ կտանենք։ Չգիտեմ այս հարցերը ինչի համար ուղղակի այսպես մեր մոտ եմ շատ ժամանակ այս բանը վրա խոսացել։ Եթե Աստծո ողորմությունը չգա մեր վրա ժողովուրդ, մենք լոկ բարերով կներենք։ Բայց երբ որ Աստծո օրհնությունը գուգա հասկանաս, ես պիտի առաջինը հասկանամ, որ ես եմ Աստծուն պարտ ժողովուրդ, չներող մարդը չի կրա հասկանա, որ ինքն է Աստծուն պարտ 10,000 տաղանդ։ Կուզեմ ես ուղղակի ցանկացած բնակարանում, երբ որ ինչ-որ խնդրեմ կեղնի, մենք հիշենք, ես պես կմտածեմ, եթե ես սրտով ու հոգով հիշեմ, որ ես Աստծուն պարտ եմ 10,000 տաղանդ, երբեք իմ ոչ մի աղբոր կամ քրոջ 100 դայեկանի պահանջ չեմ ներկայացնե։ Ուղղակի անձնավորությունը շատ ժամանակ կմոռանա, ինքը ով է Աստծո առաջ, ինքը թագավորի առաջ պարտք է ժողովուրդ, բա որ թագավորը մեզնից ուզենա այդ պարտքը։ Ու գիտեք ինչ է գրված, ասում է ծառայակիցները շատ նեղվան, գնացին պատմեցին իրանց տիրոջը։ Ուսին այսպես բան։ Ու այս մի բանը կուզեմ սեմ ու աղոտ գնենք։ Գիտեք ինչ, այս ծառան նաև չհետևեց տրամադրության կանոնին։ Այսպես մի հատ խոսակցություն կա հայոց բանի մեջ, ասում է տրամադրության կանոն, գիտեք դիք որն է։ Երբ որ քեզի մեջ շնորհք կենեն, դու ուրախությունից կրասներես այն մարդկանց, որոնք քեզի շատ փոքր բաներ են ելել։ Բեսած պատկերացրեք, ես կհիշեմ մեր գյուղում, այսպես մի հատ էդիկ ուղղակի կպատմեն էլի, այստեղ կարելի է մեջ բերել։ Ուրեմն մեկին պատկեր եմ կոմունիստական բանի ժամանակ 100 մանետ, այս խեղճը չի գտնա տա էլի։ Կարմատ կսե ախր ինչ եմ, հարևանս 100 մանետ եմ պարտք, 100 մանետ եմ պարտք, այնպես կենոր, պես որ խորատա կենեն, այս ով որ պարտք է, կիմանա որ հարևանը լադայրա է առե։ Կեվ տակսե աղբեր կսե, Աստվածորդ է լավ է սեր, բայց կսե մի բան էլի կսե, ես կուզեմ քու պարտ կտամ, բայց կսե սպես մի հատ բան, եթե հանգարց ավտոշայես, ինչ կենես, դու կսե կուրախանդ է, ով բան չեն է, կսե դու գշայես, գնա դու գշայես, այնպես կենոր ես մարդը կերտ այդ ավտոն գշայ է, որ կանդիմին կսե լսե, քուսածով ես այդ ավտոն շայեցի, չգիտեմ ինչի Աստված իմ սրտին դրել, ինչ որ Աստված այդ 9000 մանետը տվել է, 100 մանետը քեզի փեշկեշնցի պետք չէ 100 մանետը։ Ես հարց կուտամ, բա այդ ծառան չհիշեց որ Աստված իրան ինչ շնորհեց ժողովուրդ։ Այսինքն ինքը մեկ բան գիտեր, պարտ գեդիմ աղբեր ու վերջ, ու սատանան փակել էր իր աշկերը ժողովուրդ, որ հիշե ով մարդ, դու հիշե, ես պես կմտածեմ, ցանկացած անձնավորությունով քրոջն ու աղբորը մի հանցանք չի ներե, այդ մարդը չի հասկացել 10000 տաղանդի գինը։ Լավ հիշեք, ես ու դու Աստծուն պարտք ենք 10000 տաղանդ։ Ու դրա համար էլ անհնարին որ դու Աստծուն վերադարձնես։ Այս օրինակները հենց այնպես չեն ժողովուրդ ջան։ Այս օրինակները նրա համար են, որ մենք ամեն բնակավարում, թե խնդիրներ, թե դժվարությունների ժամանակ միշտ կանք Աստծո առաջ Տեր, ես այս պարտքը չեմ կրատա։ Եթե դու ինձ չօգնես, այս պարտքը ես չեմ կրատա։ Խնդրեմ դու ինձ ուժ ու կարողություն տուր, որպեսզի ես կարողանամ այս բանը կատարեմ։ Հիմա կուզենք մատ աղոտ կնել ուսենք Տեր։ Օգնիր ամեն ժամանակ հիշեմ, ես չգիտեմ ես վերջես այսօր միշտ աղոտ կնեմ, ես կհիշեմ Տեր, ես հաստատ գիտեմ, ես քեզի միշտ 10000 տաղանդ պարտք եմ։ Այս բանոր ես հիշեմ իմ էության մեջ ու հիշեմ, որ դրա համար ես ավելի քան 5 միլիոն տարի պիտի աշխատեմ, 5 միլիոն տարի, ես երբեք 100 դայեկանի համար նույնիսկ ամոթ էլ կենեմ իմ քրոջն ու աղբորը, պսած արարգուեն էլ 100 դայեկանի համար։ Չգիտեմ համաձայն ենք մենք։ Հնարավոր է համաձայնենք լեզվով, բայց եթե աղոտ կնենք, Աստված մեզի թույլ կտա մենք իրոք սրտով ու հոգով էլ կարողանանք այս բանին համաձայնել։ Տիրոջ անունը փառավորվի, քույր եղբայրներ ջան, սրտանց փառք տանք մի հատ Տիրոջը, փառք մեր Հիսուսին։
Փառքի արած բոլոր գործերի համար մամվել եղբայրը ներման համար խոսեց, իրակ մենք պարտական ենք բոլորս մեկ-մեկու ներելու, որովհետև այն ինչ որ ինքն է մեզ ներել, դա մենք չենք էլ կարող հասկանալ, որ գնահատենք։ Դա մեր մտքից, մեր խելքից վեր մի բան է, մենք իրականում չենք հասկանա, թե նա ինչ արել մեր համար։ Միգուցե երկնքում կհասկանանք։ Ես ուզում եմ մի նյութի մասին խոսել, որ ինչա մեզ հետ կատարվում է երկրի վրա, որ երկրի վրա Աստված հիմի երկնային մարդ է ձևավորում։ Ու մենք բոլորս ապրում ենք այս երկրի վրա հիմի, ինչպես 9 ամիս երեխան մոր որովայնում ձևավորվում է այս աշխարհ գալու համար, մենք էլ բոլորս այս երկրի վրա ձևավորվում ենք իր կողմից սահմանված ժամանակահատվածում հավիտենական կյանքի համար։ Այլ բան մեր հետ չի կատարվում։ Կամ մեր մոտ ստացվելու է դա, կամ չի ստացվելու։ Տարբեր բաներով մենք զբաղվում ենք, բայց հիմնական ինչի համար որ մեզ դեզերք ինքը ստեղծել է, մեզ ստեղծել է ու հենց դրա համար է ստեղծել։ Եթե մենք դա չկարողանանք անել, ուրեմն մենք անիմաստ կյանք ապրեցինք։ Մոտ 2000 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ստեղծել է եկեղեցին։ Ու եկեղեցին հենց այն վայրն է, որում էլ ձևավորվում է ապագա երկնքի քաղաքացին։ Մի բոլորը դուք եկել եք այստեղ եկեղեցում եք, թվում է թե դու նստած ես, ոչ մի բան չի կատարվում, բայց Աստված քո հետ գործ է անում, քո մտքի, քո սրտի, քո աշխարհում։ Այդ գործը անում է գիշեր ու ցերեկ, տուն ես գնում, ճանապարհին, քո կյանքում ինչ որ կատարվում է, այդ բոլոր դրվագները, դեպքերը, հիվանդությունները, ոչ մի բան պատահական չի։ Պողոս առաքյալը առաջի Տիմոթեոս 3:15-ում եկեղեցու համար գրում է այսպես Տիմոթեոսին, որ գիտնաս թե ինչպես է պետք Աստծո տան մեջ վարվել, որ է կենթանի Աստծո եկեղեցի սյուն եւ հաստատություն ճշմարտության։ Այսինքն եկեղեցին սյուն եւ հաստատություն է ճշմարտության։ Մենք պետք է զգուշ գնանք ամեն հարցում, մեր եղբայրների, մեր քույրերի հետ, որովհետեւ եկեղեցին դրանք մարդիկ են, պատեր չեն։ Եփեսացի 5:20-ում գրում է Պողոսը. «Վասնզի ոչ ով իր անձը չի ատել, այլ կերակրում է եւ պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին, որովհետեւ նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնիցը եւ նրա ոսկորներից է»։ Տերը խնամում է եկեղեցին, Տերը պահպանում է եկեղեցին, Տերը զորացնում է եկեղեցին, սրբացնում է եկեղեցին, միայն ու միայն մի նպատակի համար, որ եկեղեցին երկնային արքայություն հասնի ու բնակվի այնտեղ հավիտյան։ Տերը ինձ այսպես է բացառել, Աստվածային ընտանիքը 3 անձ են եւ եկեղեցին պետք է մտնի այդ ընտանիքը։ Ինքը 4-րդ չի լինել, ինքը լինելու է Հիսուսի մեջ, ես այդպես եմ հասկացել։ Միգուցե եթե սխալ է եղբայրները կուղեն։ Եկեղեցին պետք է լինի Տիրոջ տան մեջ, այլտեղ աստվածային կյանք չկա։ Միայն այդ ընտանիքում կա աստվածային կյանք։ Ինչ կա, չկա, այս աշխարհում տարբեր տեսակի կյանքեր կա, բայց աստվածային կյանքը հենց Սուրբ Յորդության մեջ է, Աստծո ընտանիքում Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Եվ այդ աստվածային կյանքը ուզում է, որ ինքը լինի եկեղեցում, որ եկեղեցին այդ ընտանիքում ապրի, երկնքում հավիտյան ապրի այդ։ Գործ Կարաքրոջ 3:28-ում գրված է. Աստծո եկեղեցին, որ իր արյունովը ստացավ։ Աստծո եկեղեցին դա իր երկրի վրա Հիսուսի արյունով գնված, արդարացված, փրկված եւ կամաց նրա պատկերին, նրա նմանությանը ձևավորվող հասնող մարդկանց խումբն է։ Այլ բան չի եկեղեցին։ Դա խումբ է մարդկանց, հոգիների խումբ է, որոնք բոլորը պետք է միաբանվեն երկին գնալու իր այդ հավիտյան ապրելու համար։ Միգուցե դուք հիմա իր այդ խնդիրներ ունենաք, դժվարություն ունենաք, եղբայրավոր ասած չէ, այդ ներելը հենց դրա համար է անհրաժեշտ։ Մենք կանդրադառնանք հիմա դրա համար, եթե այդ ներելը չլինի, այդ հարցը չի կարա լուծվի։ Դու չես հայտնում այնտեղ։ Մենք գալիս ենք այստեղ եւ Տերը մեր հետ գործ անում։ Ջրի մկրտությունով երկրի վրա գրանցում է մեր երկնային լինելը։ Մկրտվելով մեր Սուրբ Հոգով տալիս է մեզ որպես գրավ եւ որով կնքվում ենք փրկության օրվա համար։ Գրակի մկրտությունով մենք ձեռք ենք գրում Աստծուց բացարձակ կախվածություն, որովհետեւ առանց Աստծուց կախված լինելու հնարավոր չէ Աստծո մարդ լինել։ Հիմա մեզ անհրաժեշտ է ապրել Աստծուց կախված կյանք, քանի որ այն միակ ճիշտ վիճակն է, որի ժամանակ կարա Աստված իր բնույթ էությունը փոխանցի մեզ։ Ոնց որ ասենք, այդ վիճակում Աստված կարող է անել, ուրիշ ձև չի կարող անել։ Ոնց է մի ճյուղը ծառի վրա։ Եթե ճյուղը ուզում է ավիշը իր մեջի կյանքը փոխանցի,
ճյուղին, ծառը ուզում է ճյուղին փոխանցի։ Եթե ճյուղը հերո է, ոնց կփոխանցի։ Եթե իրան կպատ չի, ինչ կապ ունի, որ իրա ճյուղն է։ Ծիրանի ծառի ճյուղը։ Բայց ինքը հերո է, թեկուզ 2 սանտի է հերո։ Ինքը չի կարող այդ կյանքը փոխանցի իր հետ։ Դա համար այդ կտրված ճյուղը լավ բան է, որ իրանն է, սիրուն է, գեղեցիկ է, բայց ասենք չի կարող այդ կյանքը փոխանցի։ Պետք է մոտենա, պետք է կպնի, մեկ դառնա, որ աստվածային կյանքը փոխանցի իրան։ Հիմա դրա համար տարբեր բաներ մեր կյանքում կատարվում։ Կարող Աստված քո կյանքում տվել, ասենք ինչ-որ բարիքներ, նյութական, չգիտեմ, տարբեր տաղանդներ, ինչ-որ հնարավորություններ ա տվել։ Հետո տալիս է քեզ այդ ամեն ինչը դու ասում ես, դե ժամանակ որ տալիս է քո շուրթերով ասում, փառք ես տվեմ ինչ-որ, դա կարող է 20-30 տարի առաջ, կարող է 3 եղած լինի դա, չէ։ Հետո մտածում ես, որ Տերը տվեց այդ վաղ։ Անցնում է ժամանակները, տարիները անցնում, մտածում ես, խոսքի մեջ բան ա փոխում, դե ասում ես, երևի ես մի բան արժեմ, որ ինձ էսի տվել է Աստված։ Ես ձեն ա տվել, երգում եմ, ես հնարավորությունն ա տվել, չգիտեմ, ես ինչ բանն ա տվել։ Դրանից ինչ որ ժամանակները անցնում, դե արդեն մտածում ես, որ դա ամենավտանգավորը է, որ մտածում ես, որ դա ես եմ արել։ Դե բացի, եթե ես չլինեի, ուրիշով կարող ես լինել։ Ու հենց այստեղ է, որ դու Աստծուց հեռանում ես։ Հասարակ պահ եմ ասում։ Սա հոգևոր մարդու կյանքում անգամ կարող լինի։ Սկզբից դու այդ փոքրիկ բանի համար իրան փառք ես տվել, հետո այդ փոքրիկ բանը պատճառ է եղել, որ մտածել ես դե ես դա ստացել եմ, ինձ չեն տվել, հետո էլ մտածում ես դե ես ուրիշով կարող եմ։ Ոնց որ Նաբուկոդոնոսը ասեց, այն Բաբելոնը, որ ես ասում սարքեցի, ես ստեղծեցի, հենց այդ պահին Աստված զարկեց իրան, չէ։ Կենթանիների պես եղավ։ Այսինքն մարդը Աստծուց հեռանում է անգամ, երբ որ Աստված իրան բարիքներ է տալիս, լավ բան է անում, դա էլ է մարդուն հեռացնում։ Եվ Աստված ստիպված է լինում, որ այդ մարդուն փրկելու համար, հետ բերելու համար ինքը ինչ-որ միջոցներ ձեռք առնի։ Պատկերացնում եք, մենք խողովակ ենք, որով այդ աստվածային կյանքը պետք է հոսի, պետք է մարդկանց գդա հասնի, կամ ինչ-որ բարիքներ, կամ ինչ-որ բաներ, բայց երբ որ դա մեզ ենք վերագրում, անում ենք թվում է թե մենք հեղինակն ենք, մենք աստվածներ ենք, չգիտեմ, ինչ-որ բաներ ենք մեզ վերագրում, դա մեզ իրանց հեռու է տանում, մենք մարում ենք։ Պատկերացրեք, ասենք, տարիներ շարունակ ինչ-որ մի հատ սև ռետնի խողովակ, չէ՞, մենք որ ասում ենք շլանք, ավելի վիրավորական, չէ՞, մի հատ սև շլանք, փողոցում ընկած է ցեխերի մեջ, բայց 24 ժամ ջուր է գնում, սառը ջուր։ Մարդիկ գայթնում են շատ համով ջուր է, տեղից խմում են։ Հոգնած, շոքին, գայս են խմում են մարդիկ, ջուրը շատ համով է։ Բայց տասնյակ տարիներ է, հարյուրավոր տարիներ է տեղից այդ ջուրը հոսում է շլանգի միջով։ Այդ շլանգը մտածում է, որ այդ ջուրը ինքն է ստեղծել։ Հիմա ուրիշ ճանապարհ չկա, որ իրան բացատրես, որ դու ջրի հեղինակը չես։ Բայց մի ճանապարհն է, ջուրը փագես։ Դե որ դու ջուրը փագում ես, այս շլանգը մնում է արևի տակ, կամաց ճակճկում է, տեղեկա ծակվում է արդեն, ամեն ջանքերը ինքը անում է, որ խոսքի ջուր ստեղծի, որ իր միջով նորից ջուր գա չի ստացվում։ Այսինքն այդ ժամանակը, որ ինքը փնտրում է իր ստեղծողին, իր արարիչին, փնտրում է այն Աստծուն, որ մի ժամանակ շուրթերով է ինքը փակ տվել, բայց հոգու խորքում չճանաչի այդ շլանգը։ Հասկանում ես։ Հիմա դա սերա թե դաժանությունը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդը Աստծո սերը չի հասկանում։ Աստծո սերը քեզ փրկելու համար է, Աստծո սերը քո գլուխը շոյելու համար չի, ինչ-որ փափուկ պայմանների համար չի։ Փափուկ պայմանները տվել է, բայց փափուկ պայմանները քեզ իրանից հեռու են տարել։ Հիմա ստիպված է ինքը այդ ողջ պայմանները քո կյանքում դնի, որ դու իրան մոտիկ գաս։ Եթե դա էլ չօգնի, մի ուրիշ բան դիքի արի քո կյանքում, որտեղ ինքը քեզ սիրում է։ Հիմա դու սերը կարող ես ուրիշ ձև ես անցալում։ Կարող դու քո երեխուն ուրիշ ձև ես սիրում, բայց ինքը այս ձև է սիրում։ Հիմա դա համար շատ բաներ կարող լինի կյանքում։ Մարդը կարող ժամերով աղոթում է։ Հետո մտածում է բոլորն էլ տենց աղոթում են, բայց հետո կարող է հոգևոր կյանքում, բայց մեկ էլ իմ մամաչը ուրիշների մոտ տենց չի, սկսում է իր մոտ խնդիր առաջանալ։ Հետո ասված ինչ անի, ստիպված այնպես եմ, նա չի կարող աղոթի, օրը 10 րոպե չի կարող աղոթի։ Գիրք է կարդում ժամերով։ Մեկ էլ իր մոտ չի ստացում գիրք կարդալը, ծոմ է պահում, դա էլ չի ստացում։ Այս ինչի համար է դա կատարվում, որ քեզ մոտիկ տանի։ Կարևորը ծոմը չի, այն չի, կարևորը դու իր հետ մեկանաս, շատ կարևոր մի բան կա, որի մասին կուզեմ, որ մենք հիմա ավելի մանրամասը խոսանք։ Դա համար ասենք, մենք պետք է հասկանանք, որ Աստված բոլոր մեթոդներով փորձում է քեզ բերել իր գիրկը, մեկանալու իր հետ։ Մինչև չհոգնես ներս տանել այն բաները, ինչը քեզ կյանք է տվում, Աստված քեզ չի կարող օգնել, որ դու կյանքի դռով մտնես։ Բաներ կա դու ներս ես տանում։
Ու դրա համար եթե դու ներս ես տանում, քեզ ոչ մի բան չի կարող օգնի։ Դու դադարես բաներ կա, կյանքի տեղ ներս տանը, դրանք կյանք չեն։ Չես կարող տանել, որովհետև սրբության սրբոցը եթե մենք ուշադիր նայում ենք, չէ, դիմացի սրահում, սրբության սրահում բաներ կային դրված, բայց դրանք էլ իրավունք չունեն սրբության սրբոց մտնեն։ Տային անգամ էր քահանայապետը մտնում։ Իսկ սրբության սրբոցում այնտեղ ոսկե աշտանակն է դրած, առաջավորության հասն է դրած, սեղանը դրած է, բայց ո՞ր կարող է դի վերցնել տանել սրբության սրբոց։ Դեգուզ առաջավորության հացը վերցնել քահանայապետը տանել դնել սրբության սրբոց։ Չէր կարող, Աստված քո ներսը սրբության սրբոցը արել, որ ինքը գատե բդանկվի։ Հիմա դու բաներ ես տանում քո ներսը, որ բաներ ես տանում ներսը, դու Աստուն հեռացնում ես քեզանից։ Էս ամբողջ խնդիրը։ Բաներ կա քո համար արդեն կյանք ա դարել։ Կարող քո աշխատանքն ա կյանք դարել, քո կինն ա կյանք դարել, երեխեքն ա կյանք դարել, հազար բան կարող լինի։ Ու քեզ դա հեռացնում է Աստծուց։ Դա համար ասենք, երբ դու հոգևոր մարդ ես, դու հասկանաս, որ նախ Աստված, հետո քո ընտանիքը, հետո դու, նախ Աստված, բայց ինչա տալու քեզ դա տալու ամենակարևորը։ Աստված մի նպատակ ունեցել ի սկզբանե, որ մարդուն ստեղծել է, որ մարդը Աստծու հետ ունա կենսական կապ։ Կենսական կապը ո՞րն է։ Քո ձեռը, քո մարմնին կապած է կենսական կապով։ Որտեղ այդ ջիլերը շարունակվում են, այդ անոթները գնում են, այդ ոսկորները նույն գնում են, նույն այրունը որտեղ սրդիդ մեջ է, նույն թևիդ մեջ է։ Այդ քո թևը կենսական կապ ունի քո հետ։ Հիմա մատը կենսական կապ ունի, ոտը կենսական կապ ունի, պատահական չի ոչ մենք եկեղեցուն Տիրոջ մարմինն է։ Հիմա երկրորդ Կորինթացիս 5:17-ում գրված է, որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նայլևս այն չէ, ինչ որ նախապես է, որտեղ նա ամբողջությամբ նորոգվեց։ Կենսական կապ, ազատ կամքի դրսևորմամբ, էս Աստծու նկատմամբ։ Էս է նպատակը քո համար։ Կենսական կապ, բայց ազատ կամքի դրսևորման, ոչ թե որ ինքը ստիպված բերի քեզի կապի իր հետ։ Դու մեկը հետ ես գնալու։ Նրա համար ասենք դա չի ստացվում, հասկանում ես։ Դա չի ստացվում։ Հիշում եք նոր տերը մի հատ միք տվեց հիշեցի, հենց նոր հիշեցի, այդպես բան չէ, հիշում եք կարող է հիշելու էլ չի։ Բայց կարող է տեսածել են մեծերը, չէ, սովետական միության ժամանակ մի հատ ֆիլմ նկարեցին։ Որև զակոնը, չէ՞, ինքար չէ, մի հատ աղջիկ էր տեղ խաղում, հիշում եք, որ այդ աղջիկը մտել էր շրջապատի մեջ, վերնել վրացի մարդ էր, շատ ավանդապաշտ մարդ էր, վերջ իր աղջիկան հետ բերեց, հերը բերեց իր աղջիկան իր մոտ, որ մի մտի այս շրջապատը, այդ գողերի հետ գործ չունես, այդ գործ չունես, այդ աղջիկը ու տալ էր տունը պարաններով կապել էր։ Անունը մոռացա այդ աղջիկա, չեմ հիշում, դա այդ մի 30 տարի, 40 տարի առաջ ենք տեսել այդ ֆիլմը։ Ուրեմն Հիմա իմ տունը չկա հեռուստացույց, անգարտուր բան չմտածեք, 20 տարուց ավելի հեռուստացույց տունը չունեմ։ Ուրեմն ու այդ աղջիկը չէր ուզում իր հոր մոտ մնար, ինքը այն էր սիրում։ Ու մի կերպ իր կապերը, պարանները փոքր, չեմ ամ, ինչ որ մարանում էր, որտեղ է գցել այդ աղջիկան, ու այս աղջիկը հելա փախավ, ձենը լսեց հերը, որ խոսքի փախավ, հետևից գնաց, գոռաց, կանչեց, չեկավ, ու հրացանը հանեց ինքը իր աղջիկան խփեց։ Այդ պահենց նոր տեր ինձ հիշացեց, չի էլ հիշում այդ ասին, տարիներ չեմ հիշում։ Այսինքն հիմա այդ հերը ինչի համար արեց։ Չէր ուզում այդ։ Մեկ այնտեղ էլ էր ինքը մեռնելու։ Այսինքն հիմա մարդը, որ իր երեխեն իրանից հեռու է, այդ մարդը, որ հասկանում է, որ իրանից հեռու ինքը խնդիր ունի, կյանք չունի, մարդն չի թողում իր երեխեն հեռու է թա։ Բա Աստված քեզ ոնց կթողի իրանից հեռու է թաս։ Դրա համար ուզում ենք, որ դու բացարձակ իրանից կախված լինես։ Բացարձակ կախված լինես, որ կարողանա ինքը իր կյանքը քեզ փոխանցի։ Կենսական կյանքը դա ազատ լինելու կապն է, դա այն պարանն է, որ ձգվում է մարդային հոգու եւ Աստծու միջև։ Դա իմացած այդ լարը, որ Աստծու հոգուց մինչև մարդու հոգին ձգվում է, դա հավատքի Աստծու զորության կապն է։ Դա մի հզոր միություն է, որով Հիսուսին հետ կապված հոգին ոչ մի բանից չի վախենում, հասկանում ես։ Դա կապն է, որ իրան ոչ մի բան չի կարող փոխի, դա ինքը կապված Հիսուսի հետ։ Բայց ինչ են այդքան նահատակներ եղես երկրի վրա։ Բայց չեն մարդիկ կյանք տվել, գլխատել են, քարատել են, երեխեքին հետը սպանել են, ամեն բան արել են։ Երեք երիտասարդականին մեր եղբայրներից մեկը հիշեց մեր եղբայրներից, որ 90-ականին զոհվել էր Գարիկի մասին, որ ասում է վերջում ժպիտը դեմքին էլ մահացել էր, բայց իր մարմնի անդամները թուրքերը կդրտել էին այդ մեր եղբոր, երիտասարդ եղբայր էր, բայց ժպիտը դեմքին ո՞նց է, որտեղից է առաջացել իր։ Այդ ժամանակ մարդուն, որ խոշտանգում են, կտոր ականջներն են կտրել, մատերը, ձեռները կտրել էին վրից, բայց որտեղից ժպիտը, քիչ ցավը չի, հաջան։
Էս մերն իհակա։ Հա։ Նա եղբայրը ասում ամր որ այդ ծառայելա։ Մեր երիտասարդները չեն էլ հիշում դրա մասին, մոռացել, ոչ մեկ չել ասել, եղբայրը պատական հետի աղբերը հիշեց տենց։ Հա։ Բայց ինքը ժպիտը դեմքին էր մահացել, եւ Աստվածն ինձ ցավել չէր զգացել։ Ցավը չէր զգացել ինքը։ Դա ինքը ասել է դուք գնացեք, ես պահեմ ձեզ, որ ոսկի դուք փրկվեք։ Բայց ինքը եւս ինքն չէր կրակում ոսկի։ Աստված միշտ Եդեմի պարտեզից փորձել է, որ մենք իր կենսական կապ ունենանք։ Դրա համար էլ ինքը ասեց Ադամին, որ կեր կենաց ծառից։ Շմեք ինձ հետաքրքիր մի միտք անում։ Ասենք Ադամը ժողովուրդ ջան, ինչ եք կարծում։ Պորտալար ունեցել է, կարար ուներ։ Չէ, էլի որ գցես ոնց իմնա, ինքը մորից չի ծնվել, չէ։ Ինքը բայց ես մտերս էս միտ տվեց ինձի։ Աստված ուզում էր, որ ինքը պորտալար ունենար։ Ու այդ պորտալները պետք է կապված լիներ կենաց ծառից, որ Քրիստոսն է կենթանի։ Ինքը երբ որ կապված լիներ կենաց ծառից այդ պորտալարով, ինքը արդեն կենսական կապ կունենար։ Որտեւ ինքը սկզբից ստեղծվեց։ Ստեղծվածը հլա երեխա չի, ստեղծվածը ընդամենը հիմա ես գործանյութեր ես բաժակից հազարներով սարքել է, բայց ասենք ինքը երեխա էլ ունի, կարող է մի հատ թակ տղա ունի օրինակի համար։ Ես յոթ տղան չի իրա, չէ՞։ Դա ինչ որ բան է, ստեղծագործություն է։ Հիմի բայց մարդը չուզեց որ կապվի կենաց ծառի հետ, Քրիստոսի հետ չուզեց կապվի։ Բայց հիմի սա տեղի չունեցավ Եդեմի պարտեզում, բայց սա չի նշանակում, որ Եդեմի պարտեզում Ադամը կենսական կապ չի հաստատել։ Ճիշտ է, ինքը Քրիստոսի հետ կենսական կապ չի հաստատել, բայց ինքը մեկ ուրիշի հետ կենսական կապ է հաստատել։ Իր պորտալարը կապվեց այդ մյուս ծառի հեղինակի հետ։ Մայր ծառի հետ կապվեց։ Ու դա ո՞նց եղավ դա։ Շատ բնական կենսական կապ եղավ ինքը։ Ինքը նրանից կերավ։ Ուտել բառը հենց դրա համար է, որ կենսական բան է, չէ՞, որ դու ուտում ես սնունդը կենսական, մտնում է քո օրգանիզմիդ մեջ։ Հիմի դրա համար օրինակ դեր ինձ օրինակ մի բան մի օր բաց արեց սենց, ես չգիտեմ, կարող է եղբայրներս համաձայն չլինեն, խնդրեմ եթե համաձայն չեն ուղղեն, օրինակ ինձ դեր եզեվա բացել, առաջի չիպերի պահով, առաջի չիպը ես եմ տվել, որ Հիսուս անձամբ իր ձեռով տվել է Հուդային, թաթախեց ու տվեց իրան ու սատանան մտավ իր մեջ։ Այդ չիպը որ պետք է լինի, վաղ այդ կենսական կապը պետք է լինի։ Իրանք բոլորս ամբողջ աշխարհը դա վրա է աշխարհում, որ կենսական կապ ունենա մարդը նրա հետ։ Այն ինչ որ մենք չենք եղել, դա ամբողջ դա, դա ոչ թե մետաղիկատորա, որ միտի, ես առաջարկեմ գյուղնախարարի սենյակում տեսա, գնացել էի գործով զրույց ունենք, սեղանի վրացին լցրած էր, դա անասունների համար էին բերել չիպերը։ Չէի իմանում ինչ, բայց ինչ ասած, բա բերել են կովերի մյուս բաների համար, որ բան ենք, էլ ասենք, համ լոկացիան, համ ասենք ամեն օր իր սննդաբաժինի ինչքան է եղել, որ մորթելուց իմանանք այդ միսը, ինչ միս է, ինչա կերը կամ կատնատուր եւ այլ այսպես բան, էսի դրա հետ կապ չունի, ինքը կենսական մատերիալ է լինելու, մտնելու է մարդու մեջ։ Մարդը այլևս չի կարենալու, ինքը չի կարենալու Աստծուն պաշտի, որովհետեւ ցանկ եթե դու շահի կարդեք, ասում է իրանք լեզուն, իրանք բերնում ծամելու են, ցավելու բայց Աստծուն հայելու են չեն կարող պաշտեն։ Դա նոր սերունդ է ծնվելու արդեն։ Կենսաբանորեն կապված մեկ ուրիշի հետ։ Եթե կարա մեկի ընտանիքի անդամը լինի, ինքը դե գուզա Աստծուն պաշտող լինի, բայց իր երեխան կապված լինի արդեն կենսաբան, ինքը չի կարել ընդունի։ Չի էլ կարա պաշտի Աստծո անուններ չի կարա կանչի ինքը։ Դա համար ուտելով մեկ այլ ծառից ինքը իրականում իր պորտալարը ուրիշտեղ կապվեց, ինքը խնդիր ունեցավ։ Հիմի ներս տանելով այդ ծառի պտուղը չէ ինքը մարդը կենսական կապ է հաստատել։ Բայց այդ պտուղը, թե այն մի պտուղը, թե մյուս պտուղը, որ չկերավ, երկուսն էլ որովայնի համար չէին դրանք, երկուսն էլ սրդի համար էին։ Հիմա դա համար պատահական չի, որ Եսայի 28:18-ում գրում է, ասում է, դուք մահվան հետ ուխտ եք կապել։ Մահվան հետ, այսինքն մենք մահվան ծառի հետ ենք ուխտը կապել։ Դա համար պատահական չի, որ Պողոսարը ասում է, ես ինչ խղճալի մարդ եմ, ես ով կապրեցնի ինձ մահի այս մարմնի մարմնիցը։ Այս մահի մարմնից ասում ով ինձ կազատի, որովհետև այդ մարմինը պորտալարով մահվան ծառին է կապվել։ Կյանքի ծառին չի կապվել։ Հիմա որպեսզի Աստված կարենա քո հետ ինքը կենսական կապ ձեռք բերի, այն մի կապը պետք է կտրվի ժողովուրդ ջան։ Չի կարա։ Մարդ չի կարա երկու տիրոջ ծառայի։ Հիմա դրա համար ամենադժվար գործը էս է, որ մարդը ինքը պետք է այն կապը կտրի։
Երբ որ գայսա եկեղեցին կապերը չի կարող կդրի որոշ ժամանակ, ինքը միևնույն ժամանակ հետ է գնալու ու փորձանք անելու եկեղեցու համար։ Եթե կապը չի կդում, դա կենսական կապ է դա։ Եթե մի բան է, որ ասենք դու չես կարա, ինքը էությամբ նրան է պատկանում, էությունը կոպտի փոխվի։ Այդ արտակինը հետո կերևա, բայց քո եթե սրդումը չձևավորվեց նոր սիրտ, մեր Պավելիախմերը շատ աչած սուրբ սիրտ, այդ սուրբ սիրտը որ չի ձևավորվում, դել արդեն ինչ ուզում ես արա, դա գործողությունն է, դու այսօր սենս կանես, չգիտեմ ինչի համար, վաղը մի ուրիշ բան եմ, դեռ ուրիշ բան կանես։ Դա կապ չի դա ուրիշ բան է։ Երբ Հիսուսը փորձեց վերականգնել, հաստատել կենսական կապը, ու հիշեցեք այդ կապի անհրաժեշտությունը Հովանու 6:53-54 մասով, եթե չուտեք մարդու որդու մարմնից եւ չխմեք նրա արյունից, կյանք չեք ունենա, ինչ եղավ։ 70-ին թողին գնացին։ Ոսին դժվար բան ես ասում։ Դժվար բան է, մենք չենք կարա։ Ինչ էր ասում, ասում էր դուք պետք է իմ հետ կենսական կապ ունենաք։ Մարդիկ ասում են, լսի, դժվար բան ես ասում, մենք չենք կարա, մենք սիրում ենք այն կապը։ Հետո մեզ ժամանակ է պետք, կարող է ժամանակ հետո իրանք հետ եկան։ Բայց ասենք այդ րոպեին չեն կարող մնկալին, դու դժվար բան ես, եկամ դա դժվար է, բայց դու չես անելու, հանող անում է դա։ Սուրբ Հոգին այդ գործը կանի, եթե դու սրտանց կամենաս, որ Աստված քեզ ազատագրի այդ կապերից, որով դու կապված ես եղել այսքան տարի։ Հիմա դու կարող առաջ անգամ ես այսօր եկել այստեղ, այդ կապերով եկել ես, ասես հնարավոր չի, ես արդյոք երկրորդ անգամ գամ թե չգամ։ Մի բան կասեմ քեզ, եղբայր, քուրս, եթե դու սրտանց ես ուզում, դա Տերը կարա անի։ Եթե դու եկել ես ինչ-որ մի բանի համար այստեղ, ինչ-որ բան տենաս, դա դուս պատմես, ինչ-որ մի ժամանակի համար, չգիտեմ ինչի համար։ Դա ուրիշ բան է, եթե դու սրտանց իրան ես փնտրում, դու իրան գտնելու ես։ Ինքը քեզ հանդիպելու է։ Այն մարդիկ, որ իր հետ չեն հանդիպե, օրերը գալու է սա, այդ լրիվ իրանք հեռու են գնալու։ Հեռու են գնալու, այսօր ամեն բան այնպես է զարգանում, օր-օրի զարգանում է այնձև, վաղը կարող ապացուցեմ, որ այս գրքում էր սխալ գրված։ Կարող ամեն բան հավատքը զրոյացնեն, բայց եթե դու Հիսուսի հետ հանդիպած մարդ ես, դու չես ընկնի։ Դու չես ընկնի, դա համար ամեն մի հոգու պետք է անձամբ Հիսուսի հետ հանդիպել, անձնական իր հետ հանդիպում ունենալ, անձնական կապ ունենալ իր հետ, որ դու պատմելով չճանաչես իրան։ Դա համար մենք պետք է հասկանանք, CS-ը, կրոնը մարդիկ պատրաստ են կատարել, բայց այդ կենսական կապը շատ դժվար է, որ ինքը կտենի։ CS-ը հեշտ է, կրոնը հեշտ է։ Ես միշտ ասում եմ, բիզնեսը ավելի կապ ունի հավատքի հետ, քան թե կրոնը։ Բիզնեսմենը անհավատ մարդ ավելի կարա հավատացել լինի, քան թե կրոնավորը։ Կրոնը հենց հատուկ ստեղծեցին, որ հավատքը կործանվի։ Ես տենց եմ հասկացել։ Չգիտեմ, կարող է պապերը եղել են սա քահանաներ, 300-400 տարի ասում, թե մի առաջնորդ է, մատնադանում գրքերը իրանց կա, մյուս, դուրսը արտասանում տուն թանգարան եւ այլ։ Ծնվել եմ, լսել եմ դրա մասին միշտ։ Բայց մի բան եմ հասկացել, կրոնը հենց հավատքը վերացնողն է, որտեվ դու կենսական կապին չես ընտրում, դու ինչ-որ դոկտրինաների հետևից ես գնում։ Վերջ ամեն բան ավարտվեց։ Եթե կենսական կապ չկա, ուզում ես, ինչքան ուզում ես գլուխդ լցա, շատ լավ բաներ իմացի, շատ լավ վարդապետություններ իմացի, ինչ էր ուզում ես։ Եթե դու իր երեխեն չես, դու լավ ստեղծագործություն ես։ Ոնց որ ամեն մեկը Լուսիֆերն է ստեղծված։ Հիմա այդ ամեն ինչը շատ պարզ ու հստակ մեզ ասում է, որ դու պիտի կենսական կապ ունենաս։ 8:31-ում Հովանու Ավետանի ասում է, ում է ասում Հիսուսը, իրեն հավատացած հրյաներին է ասում։ Հրյան ինքնին արդեն հավատացյալ էր։ Այս հրյաները, այս խումբը Հիսուսին էլ էին հավատացել, չեն մերժել Հիսուսին։ Ու դա ինչ է ասում։ Հիսուսը իրեն հավատացած հրյաներին ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Այսինքն կապը կկդրի։ Ձերն հին պորտալները կկդրի, եթե դուք դրա մեջ մնաք։ 8:30-ում ասում է, եթե որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինեք, որտեղ որդին ու խոսքը նույնն են։ Այսինքն ես խոսքը կարանք ձեզ ազատենք, այդ պորտալները կարանք կդրենք, բայց ես քո կամքին դեմ չեմ գնալու։ Ժողովրդին օրը ցերեկով Տերը երկինք ատար 2004 թվին։ Ու ինքը հստակ էսի ասել է, որ դու պիտի որոշես։ Ես քեզ չեմ ստիպելու։ Երբեք Աստված չի ստիպում ոչ մեկի։ Քեզ տվել է ազատ կամք, քո ազատ կամքին չի ինքը բռնանալու։ Քեզ կդաստիարակի, խրատի, ականջդ կքաշի, ճիպոտով կծեցի, բայց վերջնական միջև դու որոշում չկայացնես, ինքը քո տեղը որոշում չի կայացնելու։ Երկինքում դի պարզ ասել է, դու որոշի։ Դու որոշի։ Այդ օրը 7 տարի հավատքի մեջ էի, ու այդ օրը նենց դարձուն era, որ
ասենք որոշեցի որ պիտի թողնեմ հավատքը, որ գնամ ուրիշ ձև դարձել լուծեմ, որտեղ չի ստացվում հավատքով։ Ինքը հենց այդ պահին, որ տեսա որ իրական որոշում եմ կայացել, որ հետ եմ գնում, այդ րոպեին ինձ մեքենայի ռուլից տարավ երկինք։ Դա շատ բաներ ցույց տվեց, շատ բաներ ասեց, բայց հստակ իմ այս խոսքի վրա ասում եմ, որ ինքը քո տեղը որոշում չի ընդունելու։ Իսկ դու պիտի որոշես։ Դու որոշի, ես քեզ բերել եմ ասում տենաս, որ սա ճշմարտություն է, բայց դու կարող ես ինձ թողնել, հենց այդպես։ Դու կարող ես ինձ թողնել։ Այսինքն դու կարող ես Տիրոջը թողնել, Տերը քեզ չի ասես բռնելու մի գնա աշխարհը քանդուի որ դու գնաս։ Շատերը կլինեն քո տեղը։ Դու մտածի դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես իր հետ ապրես, թե չի ուզում իր հետ ապրես։ Ու սա շատ կարևոր է։ Սա քո ներքին որոշումն է։ Դու կարող ես գիշերները նստես ու մտածես տասնյակ գիշերներ, որ ես որոշում։ Կարող դու մի րոպե ես որոշումը սխալ կայացնես։ Նստի մտածի դու ինչ ես իրականում ուզում։ Դու մտածի դու ինչի՞ ես աշխարհ եկել։ Մարդը կարող է հավատալ Հիսուսին։ Ինքը հավատալ, բայց իր հետ կենսական կապ չունենալ։ Հիսուսին հավատալը դա դեռ չի նշանակում կենսական կապ ունենալ։ Կենսական կապ ունենալը դու պիտի կպնես իրան։ Դու պիտի կպնես իրան։ Ես Օհան Դուրյանի տղուն չեմ ճանաչել։ Մի քանի օր առաջ դες պատահական ես Դուրյանը դի մեռածը լինի այդ դիրիժորը այտենց։ Ես ինքն այնքան նման է, շարժումը, խոսալը, դեմքը, ամեն ինչ ես են բան։ Մի անգամ տենես մատը կենսական կապ ունի այդ մարդու հետ։ Նորմալ է տղեն է։ Չի կարա կապ չունի, կարող է հորող պորտեն կա, բայց ինքը նման ինքն է։ Խոսալու ձենը, տոնը, ամեն ինչը, նման։ Դու կենսական կապը չես կարա չտենաս։ Մարդու կյանքում, մարդու գործերում, ապրածի մեջ, որոշումների մեջ կենսական կապը քո պետք է երևա։ Բայց եթե քեզ ամեն անգամ ասում են, որ դա չկա, ուրեմն դու մտածի։ Կարող է ճիշտ են ասում, որ իրականում չկա։ Կարող է դու 30 տարի աստեղ ես, բայց դու կենսական կապ չունես։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի դրա հետ։ Կենսական կապը ուրիշ բան է դա։ Ուրիշ բան է։ Ես տանը խորտ տատ եմ ունեցել։ Տատս պապս իմ հետ են ապրել։ Երկուսին էլ ես եմ թաղել։ Բայց այնպես կապով էինք կապվել ես ու տատս։ Հարազատի պես։ Հարազատի պես մի չեմ կարոտում եմ իրան։ Անկամ այդ Արունի դել կապ չունի այդ կապը։ Ավելի վերև բան է։ Ասում է նա եկավ իր ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Ոչ մարմնի, ոչ այրան ճանապարհով, այլ հոգուց ծնվելով։ Այսինքն սա մի լրիվ ուրիշ բան է, լրիվ ուրիշ բան է։ Ու սա շատ կարևոր է, առանց սրա հնարավոր չի հենց սկզբից դա ասել։ Ծննդոց 1:26-ում ասում մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք։ Ու դու մենք շարունակության մեջ կարծում ենք Աստված իր պատկերով մարդ ստեղծեց։ Հիմա այս սեյնակում մարդ է ստեղծվում։ Աստված իր ասեց մեր պատկերով եւ մեր նմանությամբ մարդ ստեղծենք, թե հոգնակի, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Այդ գործը շարունակվում է առ այսօր, ժողովուրդ ջան։ Չի ավարտվել ստեղծելու process-ը մարդ ստեղծելու։ Հետո ինքը պատկերով ստեղծեց։ Հետո Հոբեր Մակերյանելը մարգարեացը դրա համար։ Եղավ Պենտեկոստե, չէ՞։ Հետո Գողգոթայի մասին Եսային մարգարեացավ։ Եղավ Գողգոթա, այսինքն հերթով, երեքով մաս ու բաժին ունեցան քո ստեղծելու։ Հիսուսը եկավ Գողգոթայում քո ստեղծելու գործն էր անում խաչի վրա։ Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստե օրը շարունակում է գործը մինչև այսօր։ Հիմա սենակում քո ստեղծելու գործն անում, որ իր պատկերով իր նմանությամբ մարդ ստեղծվի, որ կենսաբանորեն իր հետ կապված լինի, որ դու իրան երեխա լինես։ Եկեղեցին իր մարմինն է։ Դուք էլ իրար հետ քուր աղբերներ եք։ Հիմա չի կարող այլ կերպ լինի։ Չի կարող այլ կերպ լինի։ Բայց չի է դժտությունները, դժվարությունները չներելը, որ եղբայր ասում դու որտեղ ես ալնում։ Գիտեք, sense հիվանդություն կա մարդու մարմնի մեջ։ Աուտոիմունային հիվանդությունները լսած կլինեք, շատ էլ տարածված է իմի, չէ՞։ Ասում են, որ մի շատ էս պատվաստումներից է առաջանում, չէ՞։ Տրամպն էլ անգամ հայտարարեց, չէ՞, որ պատվաստումներից է։ Ինչ են հայտարարում, գիտեք, չեն հայտարարում։ Մի քանի հատ վերևներից մարդկանց երեխեք հիվանդացան, չգիտես ոնց ստացվեց միամիտ։ Այն դու դամասել են հայտարարել են։ Հիմա հիվանդության մեջ տարբեր տեսակներ կա։ Ինքը իրան սկսում է բջիջը ուտել է։ Ասենք կա որ սկսում է ուղիղ բջիջը ուտել է։ Օրինակ իմ աղբերս, օրինակ Ղարաբաղում ծառայել են ամենաբան տեղերը, իր մոտ առաջացել է իմ այդպես հիվանդություն։ Այն ամենավտանգավոր տեղերը, ամենաբան վերջը։
տեղերում եղել է ու իր մոտ առաջացել է։ Էս են մկանն է ուտում։ Մկանի բջիջը ինքյան ուտում է։ Այնքան է ուտում, որ խոսքացն դու չես կարող մատը շարժես։ Դու չես կարող բաժակը այդքան ձեռդ թուլանում է։ Այսինքն մկանը որ պետք է ինքը զորանա ավելի մեծ լինի այդ մկանը հզորանա, ինքը իրան սկսում է ուտել է։ Իրան չի ճանաչում, որ ինքը մի մարմին է։ Հիմա տիրոջ մարմնի մեջ չի կարող օտոիմունային հիվանդություն լինի, որ իրար ուտեն։ Բայց իրար սիրեն։ Չի կարող այդպես բան լինի։ Այսինքն տիրոջ մարմինը առողջ է։ Մարդու մարմինը հիվանդանում է ասենց հիվանդություններով, ու սկսում ենք ուտելը։ Ուտում է, դառնում է արդեն մի ամսական երեխու խելքը։ Ուտում է, մկանը դառնում է թույլ, չի կարող 1 կիլո գետնից բարձրացնի։ Ու եկեղեցին անզոր կդառնա այդ դեպքում, եթե մարմինը մեկը մեկին ուտի։ Դա համար սա լուրջ խնդիր է, ու ինչ է ասում շարունակության մեջ հավատացած հրեաներին։ Հովանու 8:44-ում նույն իրեն հավատացող հրեաներին Հիսուսն ասում է. «Ինչի դուք իմ խոսքը չեք հասկանում։ Նրա համար որ չեք կարող լսել։ Դուք ձեր հոր սատանայի զավակներն եք եւ նրա ցանկություններն եք ուզում կատարել»։ Պատկերացնում եք ինչ է ասում։ Ահա որ բան հրեա մարդու համար։ Հրեան հավատացել, ասում մենք Աբրահամի զավակներն ենք, ես կոմա եթե Աբրահամի զավակներն եք, ինձ կճանաչեք, ինձ կլսեք։ Ինչ ամա վերջում ստիպված են 44 խոսում ասում է, որ դուք ասում է ձեր սատանահոր զավակներն եք, ձեր պորտալները կապված է իր հետ։ Թեկուզ ինձ հավատում եք։ Տեսեք, այդ խոսքը ապացուցեց։ Հիսուսին հավատում է, բայց իր հետ կենսաբանական կապ չունի այդ հրեան։ Հավատում է իրան, իր գրված է, իրան հավատացած հրեաներին։ Հիմի պատկերացնում եք, ահավոր մի բան, Ադամ, դա մի պարտեզից է եկել։ Ու դրա մասին որ շատ չերկրացնեմ, մենք պետք է հասկանանք, որ սա անհրաժեշտություն է, սա հենց քո ծնվելու իմաստն է։ Քո ծնվելու իմաստը չի, որ դու գիտնական դառնաս, դու լավ բիզնեսմեն դառնաս, դու չգիտեմ լավ խոհարար դառնաս, չգիտեմ ինչ ուզում ես դառնալ, թեկուզ հոգևոր ինչ-որ դառնաս, կապ չունի քո ծնվելու իմաստը, մի բան է, որ դու վերջում Աստծո զավակ պետք է լինես։ Աստծո ստեղծագործությունը պետք է Աստծո զավակ լինի։ Հիմի հետագայում ես նույն կենսական կապի մասին խոսում է 15-րդ գլխում Հովհաննես ավետարանիչը։ Հովհաննես ավետարան 15:1-2-ում Հիսուսի բառերն ասում է. «Ես եմ ճշմարիտ որդատունկն եւ իմ հայրը մշակն է»։ Նայեք, որդատունկը, մշակը մենք ճյուղերն ենք։ Նա կտրում է ինձ վրա հաստատված բոլոր այն ճյուղերը, որոնք պատուղ չեն տալիս։ Պատկերացնում ես, դու կարող ես եկել ես կենսական կապ ես ունեցել, բայց կենսական կապ ունեցած ճյուղը մի օր պետք է ցույց տա, որ ինքը ծառի պատուղից իր վրա կա։ Մոսկվայում մի շատ հայտնի անձնավորություն բաներ արել, տենց ծիրանի ծառ էր տնկել իր հայաթում ու բաներ արել։ Ծիրանները բել են, կախել են վերևից սենց, չկա ծիրաններ բրեն։ Բայց ծիրանները Հայաստանից տարել են, մի քիչ վերևը մարդու ձեռը չհասին, սիրում սենց կախել են, որ այդ ռուս իր պաշտոնյա հյուրերին վել է, որ տեստե ծիրան եմ ձեր մոզես ստացել, հասկանում եք։ Բայց դա ծառի պատուղը չի, էլի։ Այդ պատուղը Հայաստանում է, Հայաստանից մի Թայլանդը տնկել է այդ կախել է վրեն։ Բայց դա իրանը չի։ Դու կարաս խափես այդպես, մարդիկ են ընդունեն, ուտեն պատուղը, ասեն, նու այդ ճյուղը կարա հպարտանա պատուղներով, ծաղիկներով, բայց ճյուղը նաև պետք է հասկանա, որտեղից է գալի, արմատներից է գալի այդ ավիշը, որ պատուղը տեղ աճել է։ Այդ պատուղը իր արդյունքը չի, ուղղակի իր վրա կախել է, ինքը բերել է, իր վրա հաստատել է, որտեղ իր արմատներից իր կյանքը եկել է իր մեջ կպած եղել, բայց եթե պատուղ չի բերում, ասում կտրելու եմ ասում է իրան։ Բայց ասում է մյուս ճյուղերի մասին ասում է, որոնք պատուղ չեն տալիս։ Իսկ այն բոլոր ճյուղերը, որոնք պատուղ են տալիս, էտելով մաքրում է, որպեսզի ավելի պատղաբեր լինի։ Այսինքն դրա համար Հակոբոսը ասում է, օտարբան մի սեպեք ձեր հետ կատարած պես փորձումները։ Այսինքն այն եղբայրները, այն քույրերը, որոնք պատղաբեր են, կյանքում են խնդիրները առաջանում, բայց եթե առաջանում է, որ իրանք ավելի պատղաբեր լինեն, ոչ թե կորստի համար է։ Մաքրում է այդ ճյուղերը պատղաբեր լինելու համար։ Մի դուք ասեմ, բեսի հավատացել է իր կյանքում ինչի՞ էս բան եղավ։ Ինքը ծառողել եղբայրը, ծառողել քույրը, հա քույրս եղբայրս, կարա լինի, որտեղ դա հենց Աստծո սերն է։ Մենք կարանք այդ սերը չհասկանանք, ինքը էտում է, դու որ քու խաղողի
այդ վազը էտում ես կարողա չես սիրում։ Մեր մոտ սովորություն կա, ասում են դու ուրիշ է էտի, որտեղ դու նենց ափսոսելով ես էտում, բայց երբ որ ուրիշ մարդ, թշնամի մարդ է էտում, խորն է էտում, որ խորն է էտում, ավելի պտղաբեր ալնում։ Սատանան գութանին կապած եզի պես Աստծո դաշտում վարը անում, որ ավելի պտղաբերն է դաշտը ժողովուրդ ջան։ Հոբի գիրքը որ դու շահի կարդակ, ինքը ուրիշ բան չի անում, էդ է անում։ Գութանին կապած եզի պես քո դաշտը կավերի, բայց քո արտիտ արցունք ավելի լավն ալնելու։ Այդ ժամանակ ցավոտ ալնելու, դժվար ալնելու, բայց մենք պիտի հասկանանք, որ բոլորը մեր համար է արվում։ Շատ բաներ մենք չենք հասկանում, մենք ինչ խնդիրներ ունենք։ Մարդը անգամ մարմնավոր խնդիրներ անում, տայներով չի ման, որ հիվանդություն ունի։ Բայց հոգևոր հիվանդությունները մենք մեր չենք հասկանում շատ դեպքերում։ Դրանք անհրաժեշտությունն է։ Մի համար էլ կարդամ Հովանու ավետարանի 17-րդ գլխում 21 խոսից կարդամ, սա այն հատվածն է, որ Հիսուսը աղոթում է։ Ես ընդունել եմ անձամբ, որ ինձ համար աղոթել է։ Դուք էլ կարող եք ընդունեք այդ ձև։ Աղոթում են, որ նրանք բոլորն էլ մի լինեն։ Սկզբից ում համար աղոթում, հիշում եք։ Աղոթում են աշակերտների համար, չէ առաքյալների համար, որ ժամանակի առումով շատ ժամանակ չխնեմ, հետո էլ ասում որ նրանց խոսքով ով որ կհավատա։ Մենք այդ խոսքով հավատացածներն ենք, այսինքն մեր համար աղոթել է Հիսուսը։ Ես էսի հավատացել եմ, հետո էլ մի օր երազով մեկը ասել է, որ Հիսուսը կանաչ էր քո դռան մոտ աղոթք էր անում քո համար։ Հետո մեկին ցույց տա։ Ես հավատացել եմ, որ ինքը իմ համար աղոթել է։ Դե իմ համար Հիսուսն է աղոթե, լայն ցա ամեն ինչ կատարվել է, բայց անձամբ իմ համար աղոթել է, այդ աղոթներ քույրիկն էլ տեսել է դա։ Ես այդ քույրիկին չեմ ասել, որ ես ես բան եմ հավատացել։ Հասկանում ես։ Հիմի աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, որ մենք մեկ լինենք ժողովուրդ։ Հիմի եթե մենք մեկ չլինենք, չէ՞, ամեն եղբայրս այդ ներման համար ասեց, չէ՞, եթե մենք մեկ չլինենք, շարունակություն չկա էլ արդեն այս խոսքին։ Առաջին նախապայմանը, որ եկեղեցին պետք է մեկ լինի։ Առաջին դարի եկեղեցու ամբողջ գաղտնիքը դրա մեջ էր։ Ուրիշ գաղտնիք չէր ժողովուրդ ջան։ Ուրիշ գաղտնիք չէր։ Այսօր նույն Հիսուսն է, այսօր նույն Սուրբ Հոգին է քո մեջ։ Այնտեղ որ խնդիրը մի բան է, որ այս մարդիկ մեկացել էին իրար հետ։ Մեկացել են, մեկ էին դարը, մեկ սիրտ, մեկ հոգի էին դարը։ Երբ որ մեկ սիրտ, մեկ հոգի էին դարը, արդեն այս խոսքը շարունակվեց հաջորդ փուլի մեջ։ Առաջի փուլը որ իրանք մեկ լինեին։ Երբ որ իրանք մեկ եղան, շարունակվում է խոսքը։ Ինչպես որ դու ով հայրի մեջ եւ ես քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ։ Այսինքն նշանակի Հիսուսը քո մեջ է։ Երբ որ դու իմ հետ մեկանում ես, Հիսուսը իմ մեջ է։ Երբ որ ես քո հետ մեկանում եմ, Հիսուսը քո մեջ է։ Հիմա այդտեղ ինչ տարբերություն կա, որ երրորդ դարն է։ Թե այն ժամանակ թե նույն Հիսուսն է անողը։ Այստեղ ոչ մի մարդկային գործոն չկա։ Այստեղ մենք այդ գործը խափանում ենք մի պարզ պատճառով, որ մեկս մեկի ուտում ենք։ Կներեք կոպիտ եմ ասում։ Այդ հիվանդության պես, չէ՞։ Այդ հիվանդությունը չի դեմ ուրիշի մարմնից բան ուտում։ Չի դեմ վիրուսի պես մտնում ուրիշ օրգանիզմ։ Ինքը իր մեջ ուտում է իր մկանը, իր ուղեղն է ուտում, իր սրտամկանն է մաշացնում, ինֆարկտով է մեռնում այդ մարդը։ Այդ հիվանդության լավ տեսակները կա դրա։ Հիմա դրա համար շատ ահավոր բան է դա։ Չի կարա տիրոջ մարմին դա վերաբերվի։ Ուրեմն դա տիրոջ մարմինը չի լինի։ Դա համար մենք պետք է հասկանանք, որ ամեն անգամ էլ եկեղեցում դուք ուզեցեք միայն անդամներ են հաղորդություն ալել, բայց հաղորդելով ամեն անգամ մենք կենսական կապը հաստատում ենք, մոտենում ենք, մեկանում ենք, զորանում ենք, ու դա բերում է ավելի միաբանության։ Միաբանություն է բերում։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ Աստված ինչ է ուզում մեր կյանքում։ Մի քանի օր առաջ մի հատ եղբայր եկավ մեր մոտ, ուրիշ հարցով էր եկել, դու գիրքն է վեր տվեց, ասաց այս գիրքը ես եմ թարգմանել անգլերենից, սիրով ընդունեցինք, այտենց, հետո միսես միտք էլի ասենք, շատ լավ է, որ դու տիրոջ համար գրիչ ես տիրոջ ձեռքերի մեջ։ Առաջ բանաստեղծներին գրիչ էին ասում, չէ՞, երողներին գրիչ էին ասում։ Բայց Աստված ինչ է ուզում։ Աստված ուզում է, որ դու մատ լինես։ Գրիչը կենսաբանորեն կապ չունի քո հետ։ Դու գրիչը կարող ես բռնես, գրես, բայց ինքը քո մարմնի մասը չի։ Բայց մատը քո կենսաբանորեն կապված, հասկանում ես, դա նույն արունն է գնում մատի մեջով։ Աստված կողմը մարդուն ոչ թե իր համար գործիք դարձնել, այլ զավակ։ Հասկանում ես։ Շատ լավ է, որ դու գրիչ ես։ Դու կդառնաս զավակ, դու կդառնաս մատ,
որովհետև դու սրդանց ես էտի արել, բայց հիմի այսօր կարող է գործիք լինես, բայց դու դառնաս վտանգավոր գործիք, դա շատ վտանգավոր է, բայց կարող վտանգավոր գործիք չլինես, ուղղակի գործիք էլ մնաս, արդեն քո համար է շատ վտանգավոր, բայց դու զավակ չես ուզում դառնաս, շատ լավ է Տիրոջ համար դու վազում ես, անում ես, ժամանակին ես էլ եմ այտենց հասկացել, դե ասում եմ ես էլ սենց կծառայեմ, ուտես մի 15 տարի չի հասկանում էդի, Տերը բացատրում է, լսի, դու տենց էլ իմ հետ հարազատ չես լինի, դու տենց էլ կմնաս գործիք, քո ձեռքի բարգարկային, քո ձեռքի սղոցը, քո ձեռքի չգիտեմ ես իմ ինչը, դա քո երեխան չի, շատ լավ է, որ ինքը քեզ օգնում է, դու պետք է իմ մասը դառնաս, ասում է, այլ բան է գրիչ, այլ բան է մատը, Աստված Բաղդասարի խնջույքին իր մատով գրեց, պատի վրա, չէ՞, Հիսուսը Աստծո մատով էր դևերին հանում, Հիշում եք Մարիամին դատավարության ժամանակ գետնի վրա, ավազի վրա մատով գրեց ու այլևս ոչ մեկ չկարողացավ Մարիամին դատապարտել։ Հիսուսը գնացել էր հոր աշկողմում, մեկը չեկավ Մարիամի դուռը ծեծել, ասել լսի, ինքը քեզ չի հովանավորում, մենք քեզ տանուր ենք քարկոծենք, այն անգամ լավ դարձար մեր ձեռից։ Այսինքն Աստված էդ է ուզում։ Քո սրտի քարե տախտակներին ինքը մատով է գրել։ Այն քարե տախտակներն մատով գրեց տվեց Մովսեսին։ Այսինքն մենք պետք է հասկանանք, Աստված ուզում է, որ մենք իր մասը դառնանք, երեխեն դառնանք։ Ասենք կարող է մենք տարիներ շարակ ասենք մտածում ենք, եկել ենք, շատ ամեն բան նորմալ է։ Ճիշտ է, դու սկզբից պետք է փուլար գայր, մի անգամից չի լինում, բայց այդ տեղում մնալն է վտանգավոր, Տիրոջ անունը փառավորվի։ Տիրոջ անունը փառավորվի, քրոջան եղբայրներ ջան։ Աստված բոլորիս օրհնի, օգնական լինի, որ միջև վերջիլոք հավատարիմ մնանք։ Եղբայրները խոսեցին ներման մասին, խոսեցին, որ ամեն մեկ անձնություն ունենա կենսաբանական կապ ամենակալ Տիրոջ հետ։ Կուզեմ այս երկու միտքը ամփոփել եւ կուզեի, որպես այսօր լուրջ ուշադրություն տասնենք մենք մեզ ամեն մեկիս։ Առաջինը ներման համար պետք է որ ունենաս կենսաբանական կապ ամենակալ Տիրոջը։ Եթե չունես այդ կապը, դու երբեք չես ների։ Երբ որ կարդում ենք Առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարի մեջ, հետաքրքիր է, Պողոս առաքյալը հետևյալն էր ասում. Ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան, միայն Քրիստոսը եւ այն էլ խաչված եմ։ Եղբայրներ քույրեր, մի հատ հարց եմ ուզում տալ։ Անձնավորությունը կարող է սիրել իրեն թշնամուն։ Մենք շատ անգամ խոսքով ասում ենք, սիրում ենք, ինքդ քեզ հաստը, ոչ թե թշնամուն, այլ եղբորդ, քրոջդ կամ ընտանիքի անդամիդ, որը խնդիր է ստեղծել ժամանակի ընթացքում կամ պրոբլեմ է ունեցել, դա նույնը կրկնի, հարց եմ տալիս, կհիշես թե չէ։ Իհարկե կհիշես, որն է պատճառը։ Եվ այստեղ ամենակալ Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու հասկանանք սա։ Եթե մեր մեջ այդ կյանքը չի ձևակերպել, մենք երբեք չենք կարող հասնել հաղթության։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը չի ասում, ես ձեր մեջ ուզում եմ տեսնել հարույցյալ Քրիստոս, հաղթանակած Քրիստոսը։ Ինչ համար խաչյալ Քրիստոս, ամենամեծ ներող վիճակը խաչի վրա, որ քեզ խաչում են, դու կարողանում ես ներել։ Իսկ սա մարդկայնորեն անհնարին է։ Սա, եթե այդ կապը չեղավ, կյանքը չեղավ քո մեջ, երբեք դու չես ունենա հաղթություն։ Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, երկու դրվագ է գրված հենց այդ վիճակի վրայով։ Առաջին, երբ որ մենք կարդում ենք, հիշում եք Ստեփանոսին, երբ որ քարկոծում էին, ինքը ինչ արեց։ Ծունկ էր ծրև, աղոթում էր այնպես, ինչպես որ ինքը Տեր Հիսուս Քրիստոս էր աղոթել։ Հայր, ների անկիտությամբ գնամ։ Եվ երկրորդ համարը, երբ որ ուզում եմ հիշեցնել, երկրորդ Տիմոթեոս 4 գլխի մեջ գրված հետևյալ տողերն է 16-րդ համարից նայեք Պողոս առաքյալն ինչ ասում։ Այցանում առաջ անգամ պատասխանելիս ոչ ոք չկակնեց իմ կողմը, այլ ամեկը թողեցին ինձ, թող չհամարվի նրանց։ Կարծես թե լիաթոք չի ասում ներիր։ Քուրոջ ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որ այսօր ես եւ դու կարողանանք հասկանալ Աստծո ամբողջ ծրագիրը ծննդոց առաջի գլխից մինչև հայտնության վերջ մեկ նպատակ ունի, որ ես եւ դու նմանվենք իրեն, մեկանանք իրեն։
ամբողջ ծրագիրը սա է։ Եթե այսօր ես մեկացել եմ, անպայման այդ կյանքը կապրեմ։ Ուշադրություն դարձեք, եղբայրները խոսեցին, երբ որ մենք նայում ենք Լուկաս ավետարան 15-րդ գլուխ, երկու եղբոր մասին է խոսքը։ Մեկը հոր ունեցվածքը վատները, մյուսը հոր տնից երբեք դուրս չելը։ Հոր պատվիրանքը երբեք զան չի արա։ Եթե կարդաք Լուկաս ավետարան 15-րդ գլուխ, այստեղ նայեք մեծ որդու խոսքերը ինչպիսին է եւ ինչ է ասում ինք իրեն հորը։ Նայեք գրվածը։ Ահա այս կանտարի, որ ես քեզ ծառայում եմ, քո պատվերից երբեք դուրս չեն եկել։ Քո պատվերից երբեք դուրս չեն եկել։ Այսինքն այս անձնարությունը երբեք հոր խոսքը զան չի արել, բայց հարցը հետեւյալն է. ինքը հոր հետ կապ ունեցել է թե չէ։ Այսօր կարող ես գալ եկեղեցի, այդ կանտարիներ ծառայես, հոր խոսքից երբեք դուրս չգաս, բայց անմիջական կապ չունենաս։ Այսօր մարդիկ ախորը մտածում են, թե գլխի մեջ է երկու բառ լսվել է կամ երկու բան գիտե, ինքը կապ ունի Աստծո հետ։ Այսպես չէ։ Աստծո ամբողջ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան՝ Քրիստոս կյանք։ Չկա քո մեջ Քրիստոս կյանքը, դու երկինք չես ժառանգելու։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է. կուզեի, որպեսզի մենք տեսնենք ուշադրություն դարձեք հին ուխտից պիտի բերեմ օրինակներ, որ մենք շատ անգամ ասում ենք հին ուխտ, նոր ուխտ, քուրս ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք կարդում ենք բազում անգամ այս աղջկա մասին խոսվել է, 4-րդ թագավորաց գրքի մեջ գրված հետևյալ տողերը։ Ամենակալ Աստված մեզ ուզում է բերել հենց այս վիճակին։ Նայեք ինչ ասում ամենակալ Աստված։ 4-րդ թագավորաց 5-րդ գլխի մեջ գրված է, որ ասորների թագավորը զորակալուխները նմանը մեծ հարկված անձնավորություն էր։ Եվ Աստված իր միջոցով շատ գործեր էր կատարել, գրված է, որ ասորները մեկ անգամ գունտերով եկել են Իսրայել երկրից, մեկ փոքրիկ աղջիկ գերի տաղել։ Ոչ թե հատուկ այդ մեկ աղջիկի համար են եկել, որ տանեն Նեմանի կնոջ առաջին ծառայություն աներ, այլ էին պատերազմելու։ Եվ այս աղջիկան տարել էին գերի։ Ուշադրություն դարձեք, աղջիկը ծառայություն է անում։ Ես չգիտեմ, իր հորն են սպանը, հորեղբորն են սպանը, եղբորն են սպանը, գերի հենց այնպես չեն բերում։ Բայց կարդում եմ այս աղջիկա միջի կյանքի մասին։ Սա փաստում հետևյալ, որ այս աղջիկը կապված էր հոր հետ։ Գրված է։ 3-րդ համարից եմ կարդում, 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ 3-րդ համար։ Եվ սա ասաց իր տիկնոջը. Երանի թե իմ տերը Սամարիայում եղող մարգարե առաջինն էր, այն ժամանակ նրան կբժշկեր իր բորոտությունից։ Ուշադրություն դարձեք, ինչ է ասում աղջիկը Երանի։ Երբ է մարդը Երանի տալիս։ Երբ որ սրտանց ուզում է։ Աղջիկան գերի են բերել։ Այնտեղ շատերին սպանել են, բայց այս աղջիկը Նեմանի բորոտությունը տեսնելով չի նայում, որ ինք իրեն թշնամին է, ցույց է տալիս բժշկության տեղը։ Սա որտեղից է։ Առաջինը իրեն մեջ այդ կապը կար կենսաբանական, ինքը նման էր հորը, իրեն մեջ հոր կյանքն էր։ Եթե իմ եւ քո մեջ այդ կյանքը չլինի, մենք երբեք չենք կարող ներել։ Ինչքան անգամ ենք մենք իրար ները։ Քան անգամ ենք ասել կներենք, մենք չենք հիշում, բայց որը ժամանակ հատված հետո եղբայրը որ ասեց, հանկարծ նորից նույն մեղքը կատարես կամ մեկ ուրիշ մենք հիշում ենք իրեն կատարած հանցանքը։ Սրա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստծո աղոթքի հիմքը եղել է սա, որ մենք հոր մեջ լինենք այդ աստվածային կյանքով։ Եթե ոչ, որից է մեկ անձնարություն երբեք չի կարող Աստծո պատվիրանը խոսքը կամ այդ կյանքը ունենալ։ Եվ հիշեք հետևյալը, երկինք մտնելու համար ընդամենը մեկ կյանք է պետք։ Քրիստոս կյանք։ Չունես այդ կյանքը, երկինքը քեզ համար փակ է։ Լինում է պարակայ, որ խոսում է Քրիստոս կյանքի մասին, մարդիկ ասում են դժվար է, ոչ սիրելիս դժվար չէ։ Ինքը ամենակալ Աստված մատնացույց է անում երեխային, որ երեխային հասանել է այդ կյանք ապրել, առավել ինձ եւ քեզ։ Սրա համար ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք այդ կյանքով ապրենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուղղակի ուզում եմ այդ խոսքը հասնենք ավարտին, որ այսօր գնալով մենք կարողանանք տեսնել,
որ եթե մեր մեջ այդ կյանքը չի ձևակերպել, մենք Քրիստոսի հետ կապ չենք ունենա, չենք կարող ներել, չենք կարող սիրել, չենք կարող թողել։ Ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված խոսում է Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ, այստեղ լեռան քարոզն է, որտեղ որ երանելիների շարքն է։ Այսօր անձնավորություն կա, ընդամենը մեկ երանելի ունենալով ինքը բավարարում է, ոչ, եթե սա ամբողջը քո մեջ չկան, դու Քրիստոսի հետ կապ չունես։ Եթե անձնավորությունը հոգով աղքատ չէ, Քրիստոսի հետ կապ չունի։ Եթե սկավոր չէ, կապ չունի։ Եթե հես չէ, կապ չունի։ Եթե սոված ծարավ չէ, արտարությանը կապ չունի։ Եթե ինքը ողորմած չէ, ինքը կապ չունի ամենակալ Տիրոջ հետ, կամ եթե ինքը սրտով մաքուր չէ։ Այս ամենը ունենալու համար ընդամենը մեկ բան է պետք՝ պատվաստվել Քրիստոս բնի վրա։ Երբ որ դու պատվաստում ես Քրիստոս բնի վրա, քո սնուցումը Քրիստոս բնից է։ Եթե այսօր դու Աստծո խոսքի հետ կապ չունես, որտեղից պիտի լինի քո սնուցումը։ Ինչով ես սնվում դու։ Այսօր չկա մեկ անձնություն, որը չսնվի։ Երբ որ մենք ասում ենք հոգևորապես, այսօր մարդը կարող է Աստծո խոսքով չսնվի, բայց հոգևորապես սնվի աշխարհային կյանքով։ Տիրոջմով խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք այսօր մեկանալ Քրիստոսի հետ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հնարավոր է ապրել սուրբ կյանք, Աստծո խոսքը փաստում է, այո եւ ամեն։ Բայց ինչու համար չենք ապրում։ Որն է պատճառը, որտեղ երբ որ մենք նայում ենք, մենք կտրված չենք այս աշխարհից։ Թող Տեր օգնական լինի, բայց մեկ խոսք էլ ուզում եմ ասել ներման մասին, եղբայրս քույրս, կա մեկ բանացև։ Ամենակալ Աստված ինձ եւ քեզ սա ուզում է հասցնել։ Ինչ էլ ուզում ես արես, բանացև ես ունենք երբեք չի խախտվի։ Երբ որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 14 եւ 15 համարները, նայեք ինչ ասում Հայրը ինձ եւ քեզ, ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսը։ Որովհետեւ եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրը ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնում նրանց հանցանքները, ձեր Հայրն էլ չի թողնի ձեր հանցանքները։ Հիմի հարցը հետևյալն է. ինչի համար պիտի թողես։ Որն է պատճառը։ Քո փրկության, քո թողության համար։ Տարիներ առաջ ուղղակի խոսքը մի քանի անգամ ասել եմ, մեր քուրերից մեկը իրեն տղային ինչ էր սովորեցել։ Ասում է հետևյալը, բալես, կարիքավորներին, խեղճերին օգնիր, որ Աստված քո ունեցվածքը կրկնապատկի։ Եվս երեխեն ամեն անգամ տանում էր մարդկանց օգնում էր իրեն չափով, չգիտեմ, չեմ ուզում ուրիշ բան ասել, բայց վերջնակետում եկավ հասավ մեկ բա, որ ինքը սննգացավ։ Հարց, լավ, այս մարդը օգնում էր, ինչի ես վիճակին կանգնավ։ Իրեն նպատակը աստվածային կյանք ապրելը չէր։ Ինքը այդ բարությունը չէր անում, ինչպես որ Աստված էր պատվիրում։ Իրեն նպատակ հետևյալն էր, տալիս էր, որ Աստված իրեն ավելին տար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մարդը ամեն բան կարող է անել, բայց հարց հետևյալն է, այդ կյանքը իրեն մեջ կա թե չկա։ Ինչ կյանքից է մղված։ Դու անում ես, որպեսզի Աստված փառավորվի, անում ես, որ քո ունեցվածքը ավելանա։ Խնդրանքս հետևյալն է, Տիրոջմով աշխատեք ապրել Աստծո հետ։ Այսօր ամենահեշտ կյանքը, ամենալավագույն կյանքը երկրի վրա Աստծո հետ ապրելն է։ Դժվարություններ ամեն մեկի կյանքում կա։ Ուղղակի կուզեմ համեմատությունը նայեք, ինչքան այսօր մարդը աղբանոցից հաց է հավաքում։ Երբևիցե մեկ անգամ մտածել ես, որ դու չէիր կարող այդ անել։ Դու այդ մարդուց լավը չես։ Բայց Աստված քեզ ողորմություն արա։ Տիրոջմով խնդրանքս է։ Այսօր ժամանակահատվածն է, որ եկեղեցին իրոք ապրի այդ կյանքը։ Եղբայրը որ ասեց, այդ մեկությունը, Քրիստոսի ամբողջ աղոթքի հիմքը սա էր, որ եկեղեցին Քրիստոսի հետ կապ ունենա։ Եթե դու կապ ունես աշխարհի հետ,
որից է մեկտեղ ինչ որ լարով կապված ես, դու երբեք Քրիստոսի հետ չես կարող ունենալ։ Գյուղի քույրերը, եղբայրները կամ ովքեր որ ծառի հետ գործ են ունեցել, շատ լավ կհասկանան։ Պատվաստման համար, երբ որ ուզում են ճյուղը պատվաստել, ամբողջովին կտրում են։ Եթե որից է մեկ արմատ ինքը հին ծառից ունեցավ, երբեք չի բռնի, երբեք չի պատվաստվի։ Եվ այսօր ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու պատվաստվենք։ Կարող է կտրել ես, պատվաստվել ես, չի բռնում, որն է պատճառը։ Հիշում եք Հովանու ավետարան 15-րդ գլխի առաջի համարից, երբ որ մենք կարդում ենք, Տեր Հիսուս Քրիստոսը ինչ էր ասում։ Ես եմ ճշմարիտ որդը, եւ իմ հայրը մշակը։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, նա կտրում է նրան, եւ ամեն պտուղ, որ մաքրում է, ավելի պտուղ է բերում։ Հիմի հարցը հետեւյալն է. ինչի համար դու չես պատվաստվել։ Ինչի պտուղ չես բերում, որն է պատճառը։ Այսօր նայում ես, քույրը, եղբայրը 30-40 տարի եկեղեցու մեջ է, բայց անպտուղ է։ Եղբայրներ, քույրեր, այսօր ժամանակահատվածն է, որ մենք ապրենք այդ կյանքը։ Ես չեմ հավատում հետևյալին, եթե մարդը պատվաստված է Քրիստոս բնի վրա, ինքը մնա անպտուղ։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Այսօր բոլորը իրոք չար են։ Նորից եմ խնդրում ինձ եւ քեզ։ Հիշեք այս խոսքը, որ գրված է Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 14 համար, որովհետև եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, ձեր երկնավոր Հայրն ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնի նրանց հանցանքները, ձեր Հայրն չի թողնի ձեր հանցանքները։ Կթողես, բարի, չես թողե, վնասը դու ես կրել։ Թող Տիրոջ անունը փառվի, բայց ամենակալ Աստված, ինչպես եղբայրը ասեց, որից մեկին չի ստիպում, բայց ճանապարհները հարթում, միջոցները ձեռնարկում, որ մարդը դարձի գա եւ հաստատվի Քրիստոս բնի վրա։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք, բազում անգամ այս մասին խոսվել է, բազում անգամ այս մասին եղբայրները քարոզել են, ուզում եմ հետևյալ վիճակը ցույց տալ Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք մարգարության մեջ, ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սովորեցնում։ Եղբայրներ, քույրեր, սա ասո է բացարձակ մեծ սերն ու ողորմությունը։ Ովսե մարգարության 5-րդ գլուխ 15 համարի վերջնամասում գրված է. երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Հիմա հարցը ինչի համար է նեղությունը քո կյանքի մեջ։ Երբ որ քո եւ Աստծո կապը խզված է, ամենակալ Աստված այդ նեղությունը բերում է, որպեսզի դու Տիրոջ երեսը փնտրես։ Եթե ոչ քույրս, եղբայրս, երբեք դու չես դառնա Տիրոջը։ Աստված այնքան ողորմած է, որ ինքը այդ միջոցները ձեռնարկում է։ Ձեռնարկում է, որ որից է մեկը մոլորված չմնա, որից է մեկը չկորսվի։ Բայց դու ինչ ես տեսնում այդ դժվարության, նեղության մեջ։ Արդյոք ընկալում ես, որ Աստված քեզ սիրում է, եւ այդ ամենը իրեն սիրո արտահայտությունն է։ Թող Աստված օգնական լինի։ Ես մի տեղում էի անձնավորություն կար, որ խնդիր ուներ։ Եվ իրեն կռիվը հետևյալն է, ինչի համար Աստված իրեն թողել այդ վիճակի մեջ։ Ինչի համար Աստված իրեն աղոթներին պատասխանը չի տալիս։ Օրինակ բերեցի մեր ծերանոցի Ադրինե քույրիկին։ Շատերը շատ լավ գիտեք, ես վկայություն եմ տվել, երբ որ Միացյալ Նահանգներից հյուրեր եկել են, տարած ծերանոց, որպեսզի մեր քույրերին տեսնեն, մի հատ Ամերիկայից այդ քույրերից մեկը, որը ավետարանական եկեղեցուց էր, լրիվ արտաքին աշխարհային, ինչևից է, տարիքով մեզ 70 անց քույրիկ էր։ Երբ որ տեսավ նայեց Ադրինեին, Շողիկին, այնտեղ Անժելային, Ռուզանին, ասեց ինչ մեղք են։ Ադրինեն ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Ասի Ադրինեն մի քիչ կոպիտ էր։ Ինչ ասեց Ադրինեն։ Ես ձերքեր, ոտքեր էստեղ չունեմ, բայց երկնքում ունեմ։ Բայց Աստված ինձ ինչի ձերք ոտ չի տվել։ Ասում է, եթե տար միգուցե իրեն չճանաչեի։ Եղբայրս, քույրս, հեշտ է գիտեք, Ադրինեին խրատել, Ադրինեի կողքին նստել, աղոթել, կամ ինչ-որ բան ասել։ Մի հատ հարց եմ տալիս։
ձեռքերը, ոտքերը չի աշխատում։ Իծն է միշտ կանված եղել, այդտեղ նստում է անկողնու վրա։ Հեշտ է։ Հիմա հարց եմ տալիս։ Ու այդ ապրած կյանքի մեջ ինքը ասում փառք է տալիս։ Որն է պատճառը։ Ինքը պատվասվել է Քրիստոս բնի վրա, հասկացել է, որ իրական կյանքը այստեղ չէ, երկնքում է, եւ իրեն կռիվը երկինքը ժառանգելն է։ Բայց այսօր փառք Աստծո, ձեռել ունենք, ոտքեր ունենք, բայց այսօր չենք մտածում։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Խնդրանքս հետևյալն է, որ այսօր կարողանանք ճիշտ նայել։ Ես մեկ բան եմ հասկացել։ Մարդը կարող է ապրել Քրիստոս կյանք։ Ընդամենը իրեն կողմը ցանկանալն է։ Ցանկացան, ինչպես եղբայրը ասաց, Աստված քեզ կորսն է։ Այս կհիշեմ տարիներ առաջ եղբայրները կհիշեն Աֆրիկայում, որ հավատքի համար մի հատ ընտանիքի այրեցին։ Ամուսնուն, կնոջը եւ աղջիկան։ Ուղղակի զարմանում եմ այդ անձնավորության վրա։ Մարմինը այրվում է, բայց ինքը լուր աղոթք էր անում։ Մտածում ես, լավ, հնարավոր է։ Քրիստոսի մոտ ամեն բան հնարավոր է։ Խնդրանքս է։ Այսօր մեզ պետք է լուրջ մտածել այս մասին։ Եվ երբ որ մենք նայում ենք եղբայրը, որ ասեց, եթե ես եւ դու այդ կապով կապված ենք, Քրիստոս կապով, մենք իրար կօգնենք, իրար ձեռքը բարձրացնենք, խնդիր չենք ստեղծում։ Բայց եթե ես եւ դու կապված չենք, մենք իրար խնդիր կստեղծենք։ Ես չեմ հավատում, որ մարմինը եթե ցավա, ոտքը ցավա, գլուխը անտարբեր լինի կամ ձեռքը անտարբեր լինի։ Քրիստոս մարմնի անդամն է։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Այսօր այս ցավը պիտի ունենա։ Իսկ երբ որ նայում ես անձնավորությունը, քրոջ կամ եղբոր ցավով ուրախանում ենք, կենսական կապ չունի։ Ինքը կապ չունի։ Կարող է գալ, գնալ։ Մեծ որդին, երբ որ եղբայրը եկավ, չուրախացավ։ Ինքը չուրախացավ, որ իրեն եղբայրը կորած էր, գտնվեցավ, մեռած էր, հարություն առա։ Այսօր շատ անձնավորություն են մեկը մեկի պրոբլեմով ուրախանում են։ Ինչի համար, որովհետև մեկ չեն Քրիստոսի մեջ։ Թող ձեր օգնական լինի։ Աստված մեզ կանչել է սրա համար։